Դուք դիտում եք Real News-ի գլխավոր թողարկումը, ներկայացվելիք թեմաների մասին նախ համառոտ։ Վաղար շաբաթում լռության օր է, համայնքը պատրաստվում է ընտրության, ոստիկանությունը ուժեղացված ռեժիմով ծառայության։ Պաշտոնական ընթրիք և աղոթքի նախաճաշ Երևանում 300 պետական ու հոգևոր այրերի հավատքի նպատակը միջկրոնական երկխոսությունն է։ Հայաստան ներկրված ռուսական ցորենը երկրորդ կարգի է, ղազախականը երրորդ, ՍԱՏՄ փորձաքննությունն է ապացուցել։ Հարավային նիզակ ռազմական գործողությունը սկսված է, համար 1 օդանավում Դոնալդ Թրամփի ոտքի վրա ասուլիսը։ Հնդկապակիստանյան հարաբերությունները կրկին սրվում են, Քաշմիրում պայթել են փորձաքննության համար ոստիկանություն տարված պայթուցիկ նյութերը։ Պայթյուններ են որոտացել Բուենոս Այրեսի Արվարձանում, հրդեհը բռնկվել է ագրոքիմիկատներ պահեստավորող արդյունաբերական համալիրում։ Վաղար շաբաթում այսօր լռության օր է, խոշորացված համայնքը պատրաստվում է ավագանի ընտրել։ Իսկ վաղը նոյեմբերի 16-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ներքին գործերի նախարարի հրամանով սահմանվել է գերատեսչության և ենթակա ծառայությունների աշխատանքի ուղղություններն ու գործիքակազմը։ Վաղար շաբաթում կգործի շրջիկ ծառայություն, որը տեղեկանքներ կտրամադրի նրանց, ովքեր փաստաթղթերի հետ առնչվող խնդիրներ ունեն։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը շուրջօրյա ռեժիմով կիրականացնի ընտրատեղամասերի օնլայն դիտարկում անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով։ Համայնքում ոստիկանները ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն, պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը։ Ընտրատեղամասերը կվերցվեն պահպանության տակ, հավելեմ, որ Reopen Media-ն նույնպես Կիրակի արտակարգ ռեժիմով է աշխատելու, մեր նկարահանող խմբերը կլինեն վաղար շաբաթում, կայցելեն ընտրատեղամասեր, կլուսաբանեն քվեարկության ընթացքը, պարբերաբար ուղիղ տեսակապով կփոխանցեն ամենաթարմ նորությունները։ Նախնական ծրագրմամբ մենք եթերում կլինենք վաղը ժամը 9-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին։ Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ են մասնակցել աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ողջունել ընթրիքի մասնակիցներին, նշել, որ միջոցառման նպատակն է Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ուղղված երկիր և խթանել երկխոսությունը, համագործակցությունն ու կրոնական ազատությունը։ Ըստ նրա, այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից։ Եվ պիտի ասեմ, որ շատ կարևոր մի բան է իրականում հենց այս պահին տեղի ունենում, որովհետև ես ավելի քան 7 տարի զբաղեցնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը և արձանագրում եմ, որ նախկինում ոչ մի առիթ չի եղել, որ նույն ձևաչափով միջոցառմանը մասնակցեմ, որտեղ ներկա են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական համայնքի, հայ կաթոլիկ համայնքի, հայ ավետարանական համայնքի, ասորական եկեղեցու, ուղղափառ եկեղեցու, մուսուլման հավատքի տեր, մարդիկ, ովքեր գործում են Հայաստանում, հրեական համայնքի ներկայացուցիչներ և այլն, կներեք, եթե ինչ-որ մեկին մոռացա հիշատակել, բայց մյուս կողմից կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է։ Սա այն դեպքերից է, որ մենք մեր քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումները այդ թվում պիտի վերածենք կոնկրետ մարդկային շփումների, և այդ շփումները շատ կարևոր են, որովհետև ես ինձ համար արձանագրում եմ, որ տեսեք, մենք այդ թվում Հայաստանում ունենք կրոնական տարբեր համայնքներ, ազգային փոքրամասնություններ, բայց ես օրինակ պիտի խոստովանեմ, ինչքան էլ դժվար և բարդ լինի, որ նրանց հավատքի, նրանց կրոնի մասին շատ բան չգիտեմ։ Եվ սա մի առիթ է, որպեսզի մենք իրար նախ որպես համայնքներ և հետո անհատապես մարդիկ հնարավորություն ունենալ պատմել իրար Աստծո հետ իրենց ունեցած հարաբերությունների, այդ հարաբերություններում արձանագրված հաջողությունների և ձախողումների մասին։
Հեռախոսազրույց են ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր քարտուղար Գերտ Յան Կուպմանը։ Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը եւ կարեւորել Եվրոպական միության, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական եւ տրանսպորտային ուղիների ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագծին եւ քննարկել Հայաստան-Եվրոպական Եվրամիություն համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել հարևան պետության նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր, ընդգծվել, որ Հայաստանին եւ Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաեւ կայուն տնտեսական կապերը։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին նախարար Միրզոյանը նշել է, որ հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանը։ Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում եռակողմ ձևաչափով։ Ռուսական 10 գործակալության պնդմամբ Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրապարակած տեսանյութերն ըստ ռազմական փորձագետների վկայում են, որ տարածքին հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի Պետրոիդ զենիթային հրթիռը։ Նշվում է, որ Իսկանդերի հարվածի դեպքում խառնարանը կլիներ մի քանի անգամ ավելի մեծ եւ խորը, քան տեսանյութում պատկերվածն է, եւ դեսպանատան համալիրն ամբողջությամբ կավերվեր, վնասելով նաեւ բոլոր մոտակա շենքերը։ Ըստ աղբյուրի Կիևը փորձում է թաքցնել իր հակաօդային պաշտպանության անձնակազմերի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները որպես ռուսական հարվածների հետևանքներ։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա հրթիռը կարող էր ընկնել էլեկտրոնային պայքարի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի պատճառով։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը, որին խիստ բողոք է հայտնվել Կիևում դեսպանատան հրթիռակոծության համար։ Ադրբեջանում շարունակվում է քաղաքական ընդդիմախոսների հալածանքը։ Դատախազությունը մեկական լրագրողի, հանրային ակտիվիստի ու բլոգերի կանչել է հարցաքննության, լավ իմանալով, որ նրանք վաղուց փախել են երկրից։ Նրանք բոլորը ձերբակալվել են հեռակակարգով։ Միջազգային կառույցները հաշվել են Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում քաղբանտարկյալների թվերը եւ պարզել, որ հարևան երկրում դրանք տասնապատիկ շատ են։ Սիմոն Հովանեսյանն է ներկայացնում։ Ադրբեջանում կրկին ձերբակալություններ են։ Մի քանի սուր քննադատությունից հետո Ադրբեջանում սկսում են դռներ փակվել։ Կուսակցական ու հասարակական կազմակերպությունների գրասենյակների, լրատվամիջոցների վերջինն էլ հենց բանտախցինն է լինում։ Եվրոպական Կավկասի ու աղբյուրն է տվյալներ տարածում, թե քանի քաղբանտարկյալ կա մեր տարածաշրջանի երկրներում։ Անմրցելի է այս հարցում մեր արևելյան հարևան Ադրբեջանը։ Ըստ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության համար միության թարմացված ցուցակի մոտ 400 քաղբանտարկյալ կա այնտեղ։ Թիվը շարունակաբար աճում է։ Անցած տարի օրինակ 300 էր։ Ի հակադրություն Ադրբեջանում պաշտոնական դիրքորոշման բազմաթիվ տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը, պնդում են, որ Ադրբեջանում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ։ Ձերբակալությունները հիմնականում ուղղված են լրագրողների, բլոգերների, իրավապաշտպանների, ընդդիմադիր կուսակցականների անդամների եւ քաղաքական ակտիվիստների դեմ։ Շատերն էլ հասցնում են փախչել երկրից։ Նրանց հանդեպ ձերբակալության որոշումը կայացվում է հեռակա։ Մեր ու Վրաստանի ցուցանիշներն այս աղբյուրի համաձայն գրեթե հավասար են։ Աղբյուրը ընդդիմության մաս կազմող ձերբակալված անձանց է հաշվում։ Ըստ այդ ցուցանիշի Հայաստանում 40-ից 60 բանտարկյալ կա։ Թվերի մեծ ամպլիտուդը պայմանավորված է տարբեր կազմակերպությունների հաշվարկով, որոնց մի մասը որոշ գործիչների համարում է քաղբանտարկյալ, մյուսները տատանվում են։ Թիվը Վրաստանում հասնում է 64-ի, ներառում է բողոքի մասնակիցներին։ Կավկասի ուզելը հիմնվում է իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների վրա, ինչպիսիք են Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության համար միությունը, Գիլան եւ հայաստանյան իրավապաշտպանները։
Հեղինակավոր միջազգային կազմակերպությունները Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը իրենց 2024-25 տարեկան զեկույցներում Հայաստանի վերաբերյալ չեն օգտագործում քաղաքական բանտարկյալ տերմինը, նկարագրելու 2024 թվականին բողոքի ակցիաների կամ ընդդիմադիր գործիչների հետ կապված ձերբակալությունները։ Այնուամենայնիվ այս կազմակերպությունները խստորեն քննադատում են Հայաստանի իշխանություններին մի շարք լուրջ խախտումների համար։ Սրանց մասին խոսվեց նաև Euronest խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Երևանում։ Վրացական ընդդիմությունը, տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Վրաստանում քաղբանտարկյալների թիվը հատկապես աճել է վերջին տարիների քաղաքական ճգնաժամերի ընթացքում։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ռուսաստանի Բալթյան նավատորմը վարժանքներ է անցկացնում։ Նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լենինգրադի ռազմածովային բազայում զորավարժությունների նպատակն է մշակել հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբերը հայտնաբերելու, շրջափակելու եւ չեզոքացնելու գործողությունները։ Հնդկաստանի Քաշմիրում ոստիկանական բաժանմունքում մեծ քանակությամբ առգրավված պայթուցիկ նյութերի պայթյունի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Մահացածների մեծ մասը ոստիկաններ եւ դատաբժշկական փորձագետներ են, որոնք ուսումնասիրում էին բաժանմունք բերված պայթուցիկ նյութերը։ Իսկ Բուենոս Այրեսից հարավ գտնվող արդյունաբերական թաղամասում հզոր պայթյուններ են որոտացել, 20-ից ավելի մարդ հոսպիտալացվել է։ Միջազգային լրահոսին հետևում է Դավիթ Գենջոյանը։ Ուկրաինայի էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հերթական հրթիռային եւ անօդաչումների հարձակման հետևանքով Կիևում եւ երկրի հարավային շրջաններում զոհվել է առնվազն 8 մարդ, պատերազմի 4-րդ ձմռանն ընդառաջ առաջացնելով էլեկտրոէներգիայի լայնածավալ անջատումներ։ Ի պատասխան Ուկրաինան մասշտաբային գրոհ է ձեռնարկել գիշերվա ընթացքում Ռուսաստանի ավելի քան 9 շրջանների ուղղությամբ արձակելով 64 անօդաչու, որոնք թիրախավորել են նաեւ Նովովորոնեժի ատոմակայանը եւ Ռիազանում հանգեցրել արդյունաբերական օբյեկտի հրդեհի։ Կրեմլն այս հարվածը ներկայացնում է հարկադրված պատասխան։ Միջազգային հանրությունը դատապարտել է բռնության սրումը։ Գերմանիան իր հերթին խոստացել է ավելի քան 150 միլիոն եվրոյի օգնություն Ուկրաինային։ Տարածաշրջանում լարվածությունը կտրուկ սրվել է հնդկական Քաշմիրում։ Ոստիկանության բաժանմունքի 9 մարդու կյանք խլած պայթյունի եւ Իսլամաբադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, որից հետո Պակիստանը հայտարարել է ռազմական դրություն։ Այս ճգնաժամի ֆոնին Պակիստանում տեղի ունեցել ռազմական իշխանության աննախադեպ համախմբում։ Սահմանադրական փոփոխությամբ գեներալ Ասիմ Մունիրը նշանակվում է պաշտպանության ուժերի գերագույն հրամանատար, իր կառավարման տակ վերցնելով բոլոր զորատեսակները եւ ստանալով ցմահ իրավական անձեռնամխելիություն։ Այս նորաստեղծ իշխանության գործնական դրսևորումը դարձավ անձամբ Մունիրի կողմից Շրի Լանկայի կրիկետի հավաքականի անվտանգության երաշխավորումը, ինչը չնայած մարզիկների վախին թույլ տվեց անցկացնել միջազգային հանդիպումը, ցուցադրելով զինվորականների լիակատար վերահսկողությունը երկրում։ Գիշերը Բուենոս Այրեսի արվարձանում գտնվող ագրոքիմիկատներ պահեստավորող արդյունաբերական համալիրում բռնկված հրդեհը հզոր պայթյունի պատճառ է դարձել։ Ըստ տեղական իշխանության զոհեր չեն գրանցվել, հրշեջ ջոկատները շարունակում են պայքարել հրդեհի դեմ։ Անօդաչու սարքերով եւ ականատեսների նկարահանած կադրերում երևում են գիշերային երկինքը լուսավորող հսկայական հրդեհը եւ ծխի սյուները, սակայն միջադեպը չի խաթարել մոտակա գլխավոր միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը։ Օդի թունավորման վերաբերյալ նույնպես ահազանգներ չկան։ Ի դեպ Բուենոս Այրես իսպաներենից թարգմանաբար նշանակում է լավ կամ մաքուր օդ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Չնայած BBC-ին հրապարակավ ներողություն էր խնդրել Միացյալ Նահանգների նախագահից նրա խոսքը մոնտաժելով աղավաղելու համար, Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ լրատվամիջոցն իրեն փոխհատուցում վճարի։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ հաջորդ շաբաթ մինչև $5 միլիարդ պահանջով հայց է ներկայացնելու BBC-ի դեմ։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները այս շաբաթ Սպիտակ տանը 3 հանդիպում են անցկացրել Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների տարբերակները քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը։ Թրամփի հրամանով տարածաշրջանում տեղակայել է F-35 ինքնաթիռներ, ռազմանավեր եւ միջուկային սուզանավ։ Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավերի դեմ 2 ամիս տևած մահացու հարվածներից հետո։ Այս շաբաթվա սկզբին Ջերալդ Ֆոլտ ավիակիր հարվածային խումբը Կարիբյան ավազան է տեղափոխել ավելի քան 75 կործանիչ եւ ավելի քան 5000 զինվոր։ Նախորեն Դոնալդ Թրամփի համար լի էր բազմաճակատ քաղաքական ճնշումներով, ներքին հակասություններից մինչև իրավական եւ արտաքին քաղաքական լարվածություններ։ Իրենց գագաթնակետին իրադարձություններն հասան, երբ հրապարակային կերպով խզեց հարաբերությունները կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի հետ, ընդգծելով, որ նախկին դաշնակցի քաղաքական դիրքորոշումը կտրուկ փոխվել է։
Լարվածության հիմնական աղբյուրը կրկին Ջեֆրի Էփշտեյնի գործն է։ Դեմոկրատ օրենսդիրները ներկայացրել են նոր նամակներ, որոնցում ըստ նրանց պնդումների Էփշտեյնը մեղադրանքներ էր ուղղել Թրամփին։ Թրամփը կտրուկ հերքել է դրանք եւ ի պատասխան հանձնարարել է արդարադատության նախարարությանը ուսումնասիրել Էփշտեյնի կապերը մի շարք հայտնի դեմոկրատների հետ, փորձելով իրենից հեռացնել իր նկատմամբ եղած մեղադրանքները։ Իսկ մարդիկ դեռ խոսում են այդ տղայից, Էփշտեյնից, այն ստոր արարածից, պարզապես անհավատալի է։ Ժամանակ եք ուզում վատնել, պատասխան եք ուզում։ Չեմ կարողանում հավատալ, որ նման պահի Էփշտեյնի մասին հարց եք տալիս, երբ մենք մեծագույն հաջողություններ ենք արձանագրում։ Սա ուղղակի սրբապղծություն է։ 2019-ին մահացած միլիարդատեր Էփշտեյնը հայտնի է որպես սեռական սկանդալների առանցքային դեմք, որը հայտնի է անչափահաս աղջիկների սեռական շահագործման մեծածավալ ցանցով։ Նրա հետ գործ ունեցած մի շարք հայտնի դեմքեր ստիպված են եղել լքել մեծ քաղաքականության թատերաբեմը։ Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը արքայական տիտղոսներից զրկեց եղբորը արքայազն Էնդրյուին։ Էփշտեյնի ծառայություններից օգտվելու կասկածների պատճառով Էնդրյուն զրկվեց մեծ արքայազնի, Յորքի դքսի գնդապետի եւ մի շարք այլ տիտղոսներից, արտաքսվեց Վինդզորի դղյակից։ Այս ներքաղաքական լարվածությանը զուգահեռ Թրամփը նախագահական համար 1 օդանավում մի շարք այլ կարևոր հայտարարություններ արեց։ Նա ակնարկեց, որ Վենեսուելայի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումը կարող է կայացվել շատ շուտով։ Տեսնենք ինչ կլինի։ Այսինքն չեմ կարող ասել, թե դա ինչ է, բայց մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Վենեսուելայի հարցում, Ամերիկա թմրանյութերի ներհոսքը կանխելու առումով, բայց մենք Մեքսիկայի խնդիր ունենք, մենք Կոլումբիայի խնդիր ունենք։ Նկատի ունեմ Կոլումբիան, երկիրը, դե մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մեր երկրի թմրանյութերի ներհոսքը զգալիորեն պակասել է, ինչպես դուք կարող եք համոզվել։ Լատինական Ամերիկայում աճող լարվածության ֆոնին, որը դրսևորվում է Վենեսուելայի շուրջ Միացյալ Նահանգների նախաձեռնած հարավային նիզակ ռազմական գործողությամբ եւ նախագահ Մադուրոյի հակապատերազմական կոչերով, Վենեսուելայից սկիզբ առած միգրացիոն ճգնաժամը սուր անվտանգային խնդիրներ է առաջացրել հարևան Չիլիում։ Այնտեղ վենեսուելական Տրենդե Արագուա հանցախմբի գործունեության հետևանքով կտրուկ աճած հանցագործությունները դարձել են առաջիկա նախագահական ընտրությունների կենտրոնական թեման։ Քաղաքական օրակարգը թելադրելով անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության խստացման շուրջ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների սրման պայմաններում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղերձով դիմել է ամերիկացիներին եւ հանդես եկել պատերազմի դեմ։ Միթե մենք այժմ հարավային Ամերիկայում եւս մեկ գազա ենք ուզում։ Ինչ է ասում Միացյալ Նահանգների ժողովուրդը։ Դուք նոր Աֆղանստան եք ուզում, նորից Վիետնամ եք ուզում, եւս մեկ Լիբիա եք ուզում, թե որ ավելի վատ է հարավային Ամերիկայում նոր գազա եք ուզում։ Թույլ տվեք ասել ձեզ ոչ, ոչ եւ ոչ։ Այստեղ կհաղթանակի խաղաղությունը, կհաղթանակի միջազգային իրավունքը։ Մասնագետները վկայում են, որ Միացյալ Նահանգների ներքին ու արտաքին քաղաքական դաշտերում միաժամանակ ձևավորվում են մի քանի լուրջ ճգնաժամային ուղղություններ։ Այս զարգացումները ոչ միայն սրում են Վաշինգտոնի քաղաքական դաշտը, այլ նաև ազդում են տարածաշրջանային կայունության վրա, հատկապես Լատինական Ամերիկայում եւ մասնավորապես Կարիբյան ավազանում։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ձերբակալվել են Աբովյանում կատարված սպանության մեջ կասկածվող 2 անձինք, ոստիկանությունից հայտնում են, որ կասկածյալները Աբովյանի բնակիչներ 42-ամյա Աշոտ եւ 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցներն են, որոնք ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին։ Նրանցից մեկը Աշոտը 14 տարի առաջ կրկին մարդասպանության համար 11 տարվա ազատազրկման էր ենթարկվել։ Ամիսներ առաջ գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել Սարգսի եւ կասկածյալների միջև վիճաբանություն նորեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ։ Ռուսաստանից եւ Ղազախստանից ներմուծված ցորենի նմուշները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնում ենթարկվել են որակական փորձաքննության ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութ, քանակություն, խոնավություն եւ զգայաբանական ցուցանիշների։ Լաբորատոր փորձաքննության արդյունքներով ռուսական նմուշը համապատասխանում է երկրորդ, իսկ ղազախականը երրորդ կարգի ցորենին։ Հիշեցնեմ, որ Ղազախստանից ցորենի մատակարար ընկերության ներկայացուցիչն էր ասել, որ Հայաստան է ուղարկվել 4-րդ դասի ցորեն, ինչի շուրջ քաղաքական կրքեր էին բորբոքվել այն թեմայով, որ այդ կարգի ցորենն օգտագործվում է որպես անասնակեր։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել է, որ 2025 թվականի առաջին 9 ամսում Հայաստանում գյուղմթերքի գներն աճել են 4.9%-ով, ի տարբերություն Ռուսաստանի, Բելարուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի, որտեղ գների նվազում է գրանցվել։ Միությունում մշակաբույսերի արտադրողների սահմանած գներն աճել են 13.5%-ով, իսկ անասնապահական գները 8.2%-ով։ 2024 թվականին ԵԱՏՄ գյուղմթերք արտադրողները գները միջինում բարձրացրել են 6.4%-ով, միևնույն ժամանակ ըստ ԵՏՄ-ի Հայաստանում գներն անցած տարի նվազել էին 1.7%-ով։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտուգալիա, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այնտեղ պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը։ Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18-ին։ Եվ վերջում մեկ ամիս ուշացումով Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը։ Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում տեղացել է ամսական տեղումների նորմայի մինչև 20%-ը։ Դե իսկ Հայաստանի Հանրապետության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 15-ից 17-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ծնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 18-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ մենք այժմի համար նախատեսել էինք այսքանը, խաղաղ երեկո բոլորիդ։